Պարոն Փաբոխյան, ես աշխատանքի հասնում եմ Սուրեն Սաֆարյան փողոցով ու այնտեղ իսկապես մարդաբոյ փոսեր են, ինչպես մի քանի վարորդներ են նշում, մարդաբոյ են, ջակուզիի են նման, ուզում եմ հասկանալ արդյոք ըստ վտանգավորության են Սուրեն Սաֆարյան փողոցի մասն է խոսքը։ Նոր նորքի դիք կոչվող հատված է, այդպես ասեմ։ Ուզում եմ հասկանալ արդյոք փոսալցման աշխատանքները կատարվում են ըստ վտանգավորության աստիճանի, եւ եթե այո, ապա դրանց հերթը երբ է հասնելու, որտեղ դրանք իսկապես վտանգավոր են, մինչեւ կես միլիոն հասնող վնասներ են կրել վարորդները, իրենց հետ խոսելուց եմ գալիս։ Եվ երկրորդ հարցը, վարորդներից ահազանգեր ունենք, որ վերջերս Դավիթ Բեկ փողոցում փոսալցման աշխատանք է կատարվել, որը երեկվա դրությամբ նորից բացվել է։ Դրա պատճառներին էլ անդրադառնանք։ Շնորհակալ եմ։ Եթե Դավիթ Բեկի մի հատ հատված կա, որտեղ որ մենք չենք իրականացնել, այդ ջուր է թողնում, այդ մի մասը չենք իրականացրել, կարող է տպավորություն ա եղել, որ ամբողջ փողոցը, ամբողջությամբ չէ, բնականաբար հատվածային փոսերը լցնելիս այդ մի հատվածը մենք բաց ենք թողել, որովհետև ջուր էր թողնում եւ այդտեղ հնարավոր չէր ասֆալտապատում անել, կարող է քաղաքացիների մոտ թյուր կարծիք ա ձևավորվել, որ թե դա նույնպես արել ենք եւ քանդվել է, բայց այդտեղ ընդհանրապես չենք կպել։ Այդ մի հատ հատված կա Դավիթ Բեկում, որ չենք կպել։ Մյուս մասով անկեղծ ասած առաջնահերթությունը տրվում է նա քաղաքային նշանակություն ունեցող փողոցներին եւ բնականաբար այո, փոսերի քանակը եւ իրենց անվորակությունը հաշվի առնելով այդ փողոցներին է տրվում, բայց Սաֆարյանի հետ կապված էլ ես ճշտում կասեմ, թե երբ է այստեղ լինելու, որտեղ շին բարեկարգման միջոցով չի, դա վարչական շրջանի, ես հույս ունեմ, որ վարչական շրջանի ղեկավարը հիմա նայում է ասուլիսը, թե չի էլ նայում, ես հենց այսօր եւ այդ կպարզեմ, թե երբ է վարչական շրջանը իր ուժերով մտնելու Սաֆարյան փողոց։ Պարոն Փաբոխյան, մի հարց, եթե դեմ չեք, մի հարց տամ ձեր ծառայողական մեքենան որքան վնասներ է կրել Երևանի մարդաբոյ փոսերից։ 0 Չեք երթևեկում։ Նաև անձնական մեքենան նույնպես։ Այդ ինչպես եք երթևեկում ամբողջ զգուշությամբ մենք էլ ենք զգուշությամբ երթևեկում ամբողջ Երևանում է փոսեր։ Մեր տան մեքենան նույնպես երթևեկում է ամբողջ Երևանով եւ կրել է 0 վնաս։